Հայաստանյան ընդդիմադիր դաշտում շատ ժամանակ բաց թողնվեց հասարակության հետ առարկայական աշխատանքի համար 2021-ից հետո։ Մյուս էական դերը Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մոբիլիզացիայի հարցում ունեցավ Ռուսաստանը եւ Ռուսաստանի վարքագիծը։ Պատճառները բաց թողնված ժամանակ եւ Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին։ Գուցե դրա համար էր Փաշինյանը հունիսի 1-ին շնորհակալություն հայտնում Պուտինին հեռախոսազրույցի ընթացքում, 4 տարի ժամանակ է վատնվել։ Ընդդիմադիր ուժերը ավելի շատ աշխատում էին միմյանց դեմ, քան հասարակության հետ։ Բարդ է Հայաստանում իսկապես հասնել իշխանության փոփոխության։ Հայաստանը ինչ գլոբալ տիրույթում պետք է տեղավորվի, ցավոք սրտի Հայաստանից դուրս են որոշվում վաղուց։ Հրացում են այսպես, մանդատը վայր ենք դնում, մենք կարողանում ենք ինչ-որ ակտիվ տրամադրություններ պահպանել այն էլեկտորատի շրջանակում, որը մեզ ձայն է տվել։ 100,000 մարդ ունեցան փողոցում, հետո ինչ են անում այդ մարդու հետ, այս հարցերը կան։ Հունիսի 8-ը, ինչպես եւ սպասվում էր, եկավ։ Ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներն արդեն հրապարակված են։ Ըստ ամենայնի, քաղաքացիական պայմանագիրը շարունակելու է մնալ իշխանություն։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչու այսպես ստացվեց, ամենակարևորը, ինչ սպասել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, բարի գալուստ կիզակետ։ Եվ այսպես, պարոն Բադալյան, երբ մենք ձայնագրում ենք հաղորդումը, ուղիղ 12:00 է Երևանում, րոպեներ առաջ Կենտրոնական ընտրական հանրաժողովի նախագահը արդեն տվեց նախնական պաշտոնական արդյունքները, վերջնական, որոնք գրեթե չէին տարբերվում այն, ինչ ունեին վաղ առավոտյան։ Այս պահի դրությամբ, եթե թվականով նայում եք, անցնում է 3 ուժ։ Բարգավաճ Հայաստանը չնչին, շատ չնչին, բանով չի անցնում խորհրդարան, անցնում է 3 ուժ, ՔՊ-ն, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը։ Եվ ՔՊ-ն էլ դեռ այս պահին, իհարկե դեռ հաշվարկված չէ, այսպես կոչված փոշիացված ձայներ, ազգային փոքրամասնություն դեռ 50+ չունի, բայց ըստ ամենայնի ունենալ է։ Ընդհանուր ձեր գնահատականը այս արդյունքին, եթե այդպես կոմպակտ ասենք։ Ընդհանուր առմամբ արդյունքը կարծում եմ ձևավորելու հարցում երկու հանգամանք էական դեր ունեցավ։ Նախ այն, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում, ես այս մասին նաև շատ անգամ խոսել եմ, հայաստանյան ընդդիմադիր դաշտում շատ ժամանակ բաց թողնվեց հասարակության հետ առարկայական աշխատանքի համար 2021-ից հետո։ Եվ այդ աշխատանքը սկսեց ավելի շուտ 26-ի ընտրությանն ընդառաջ։ Բաց թողնված ժամանակ։ Բաց թողնված ժամանակը ես կարծում եմ շատ էական դեր ունեցավ եւ մյուս էական դերը Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մոբիլիզացիայի հարցում ունեցավ Ռուսաստանը եւ Ռուսաստանի վարքագիծը։ Ես դարձյալ նախընտրական շրջանում նաև առիթ ունեցել եմ գնահատելու այդ վարքագիծը թեպետ թողնում էր առերևույթ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է մեծ ճնշման, սանկցիաներ եւ այլն, բայց ես ինչպես գնահատել եմ, ներկայումս կարծում եմ արդյունքը նաև վկայեց այդ գնահատականի բավականին իրատեսականությունը, գործնականում դա աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին, եթե հաշվի առնենք այն, թե ինչ թիրախավորումով էր կառուցել Փաշինյանը իր քարոզարշավը, նրա առանցքային քարոզչական կամ հակաքարոզչական խաղաքարտը այն էր, որ ընդդիմության առաջատար ուժերը Ռուսաստանի պատվերով փորձում են հեռացնել իրեն Հայաստանի ինքնիշխանության, այսպես ասած, պատվարին։ Ինչը Մոսկվան։ Եվ Մոսկվան իր վարքագծով ամբողջապես արդարացնում էր Նիկոլ Փաշինյանի այդ շեշտադրումը, այդ քարոզչական խաղաքարտը։ Եվ ինչպես գնահատել եմ նախընտրական շրջանում, հիմա փաստացի նույնիսկ կարող եմ համոզված ասել, դա պարզապես թիրախավորում էր ընդդեմ ընդդիմության, այսինքն դա ոչ թե Ռուսաստանի աջակցություններ ընդդիմությանը, այլ հակառակը, թիրախն էր։ Ընդդիմությունը այդ վարքագծի թիրախն էր, ինչը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին թույլ է տվել էապես մոբիլիզացնել էլեկտորատը։ Այսինքն եկես վերջի ասած, կշարունակենք հիմա, վերջի ասած եթե մեկ տողով ձևակերպենք, պատճառները բաց թողնված ժամանակ եւ Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին։ Ակամա աջակցություն։ Եվ գուցե դրա համար էր Փաշինյանը հունիսի 1-ին շնորհակալություն հայտնում Պուտինին հեռախոսազրույցի ընթացքում աջակցության համար։ Ոչ ակամա, հա, այսինքն նկատում իր կամքից անկախ Ռուսաստանի աջակցություն, թե հաշվարկային։ Որ էլի առիթ եմ ունեցել ասելու, ես չեմ կարծում որ Ռուսաստանը չէր պատկերացնում Հայաստանում իրերի դրությունը, չէր պատկերացնում ինչի վրա է խաղադրույք անում Նիկոլ Փաշինյանը, չէր լսում եւ տեսնում, թե ինչն է ընդդիմությանը թիրախավորելու հիմնական, այսպես ասենք, մեղադրանքը Նիկոլ Փաշինյանի քարոզչական քաղաքականության մեջ
Եվ այդպես, ինչպես ժողովուրդը կասի, բանից բեխաբար պարզապես որոշել էին Փաշինյանին նեղել ինչ-որ սանկցիաներով եւ այլն։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, եթե այդ քաղաքականությունը վարվել է, դա նշանակում է վարվել են միանգամայն նպատակային։ Ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը կարող է ակամայից այդպիսի պարզունակ սխալներ կամ վիրիպումներ թույլ տալ իր վարքագծի իմաստով։ Բավական, իսկ եթե այլ տեսանկյունից նայենք, մի ավանդական եւ կամ չաչրկված հարց, եթե ուրիշ կողմից նայենք, ներսից նայենք, իշխանություններ ուժեղ Հայաստանում, թե ընդդիմություններ թույլ, ինչքանով որ ինչքան էլ որ ընդդիմության, լոկոմոտիվի անունը ուժեղ Հայաստան էր։ Այստեղ կա պարադոքս, թե դա դրա հետ կապ չունի։ Ես կարծում եմ, այստեղ թույլի եւ ուժեղի հարց չէ, Հայաստանում իշխանությունը թույլ է եւ այդ թույլությունը նաեւ արտահայտվում է իշխանության վարքագծում։ Եվ ընդդիմության թույլ կամ ուժեղ լինելու հարցը չէ, Հայաստանում ընդդիմադիր դաշտը առայժմ այս տարիների ընթացքում առաջնորդվել է եւ ծավալվել է ավելի շուտ իրավիճակային մարտավարական տրամաբանության մեջ։ Եվ դրա համար եմ նշում նաեւ այդ բաց թողնված ժամանակը շատ էական է, դա ընդդիմության դաշտում ռազմավարության բացակայության պակասի դրսևորում է։ Այդ դաշտում նոր իրավիճակ ստեղծվեց, երբ օրինակ Սամվել Կարապետյանը ներգրավվեց 2025-ից մայիսին նրա հայտնի արտահայտությունը, բայց մինչև 2025 թվականը, 21-ից 25 թվականը 4 տարի ժամանակ է վատնվել։ Ընդդիմադիր ուժերը ավելի շատ աշխատում էին միմյանց դեմ, քան հասարակության հետ։ Եվ այս բաց թողնված ժամանակը իրենց զգացնել տվեց նաև այս ընտրական process-ում եւ ավելին ասեմ իմ գնահատմամբ, եթե Սամվել Կարապետյանի ներգրավումը չլիներ, ընդդիմության ցուցաբերած կամ արձանագրած արդյունքը ըստիս կլիներ շատ ավելի ցածր։ Եվ այս տեսանկյունից ներկայումս գլխավոր հարցը, բացի իհարկե զուտ այն հանգամանքից, թե ինչ դիրքորոշում կունենան ընդդիմության ուժերը արդյունքի վերաբերյալ եւ հետագա իրենց քայլերի, գլխավոր հարցը շարունակում է մնալ ընդդիմության այդ ռազմավարական կոնցեպտի ձևավորման հարցը։ Հայաստանյան ընդդիմությունը ինչպես է պատկերացնում դուրս գալ իրավիճակին մարտավարական արձագանքման տրամաբանությունից եւ հասարակության այդ խոսակցության առումով մտնել ռազմավարական հերանեկարի այդ տրամաբանության մեջ։ Որ 2031-ին չկրկնվի, չիրականանա Ալեն Սիմոնյանի այն օրվա կանխատեսումը, որ 2031-ին էլ է Փաշինյանը լինելու։ Եթե իրավիճակը մնա այսպիսի տրամաբանության մեջ մարտավարական արձագանքների, ապա մեծ է հավանականությունը, որ նույն կերպ նաև արտաքին դերակատարների վարքագծի, ինչպես նշեցինք, այդ մեծ ազդեցության վերումով, այո, իշխանությունը ունենա շատ ավելի մեծ շանսեր։ Եվ հետեւաբար այսօր ընդդիմության գլխավոր մարտահրավերը, անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն արդյունքի վերաբերյալ եւ իրենց հետագա քայլերը, գլխավոր մարտահրավերը մշակել ռազմավարական գործելավոճի այդ կոնցեպտը, ինչպես են իրենք պատկերացնում իրենց 5 տարի հետո որ հանգրվանում եւ ինչպիսի հարաբերակցության մեջ հասարակության այդ խոսակցության իմաստով։ Այս աշխատանքը եթե կատարվի, ես համոզված եմ նույնիսկ իրավիճակը կարող է փոխվել շատ ավելի շուտ, քան 2031 թվականը, որովհետեւ նշում եմ, իշխանությունը թույլ է եւ ավելին իշխանությունը ինքնին պարտված է։ Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ ձևակերպված չէ ընդդիմության հաղթանակ, որը կարտացոլի հասարակական տրամադրությունները եւ դրա հնարավորությունն էր այս ընտրական process-ը, որը իմ կարծիքով այդ երկու առանցքային հանգամանքի պատճառով չստացվեց։ Իհարկե կարելի է մատնանշել հիմա այս հարցում ընդդիմությունը թերացավ են հարցում, բայց ես կարծում եմ ընդհանրապես այդ հետին թվով խելոք ձևանալը այդքան էլ արդյունավետ գործ չէ եւ այդքան էլ հանրօգուտ գործ չէ, որովհետեւ մենք պետք է ընդունենք, որ բարդ է Հայաստանում իսկապես հասնել իշխանության փոփոխության, բարդ է թե ներքին իրողությունների առումով եւ թե նաեւ արտաքին միջավայրում այսօրվա իշխանության վայելած պահանջարկի, ցավոք սրտի Հայաստանի համար ոչ դրական իմաստով վայելած պահանջարկի տեսանկյունից։ Քանի այդտեղ կանք նկատի ունեք, որ Ռուսաստանն էլ դրան գումարվեց, մնացածներն արդեն իսկ աջակցում էին, հարևաններից սկսած, ավարտած Արևմուտքով, Միացյալ Նահանգներով եւ այլն։ Դա նկատի ունեք։ Այսինքն կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը էլի կոնսենսուսով եկավ իշխան, պահեց իշխանությունը։ Ես կարծում եմ կոնսենսուսը մի քիչ այդպես լռելիային իմաստ ունի, այսինքն բարձրաձայնված կոնսենսուսի մասին խոսելու հիմք ես այդքան էլ չեմ տեսնում, բայց յուրաքանչյուրը իր հաշվարկից ելնելով ունի ներկայիս իշխանության պահանջարկը շատ պարզ բացատրությամբ նաեւ ռեգիոնի հանդեպ կա մեծ աշխարհաքաղաքական հետաքրքրություն եւ բոլորին ձեռնտու է ռեգիոնում ունենալ նվազագույնը մեկ սուբյեկտով պակաս։
Եթե պայմանական պարզունակ մաթեմատիկայով գնահատենք, կա 3 խաղացող ռեգիոնալ 3 պետություն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Եթե դրանցից մեկը որպես սուբյեկտ պակաս է, երկուսի հետ են իրենք ստիպված աշխատել, համաձայնել, համոզել եւ ինչ որ քաղաքականություն վարել։ Բնական է բոլորը գոհ են դրանից, այսինքն հնարավորինս քիչ խաղացողի հետ ստիպված լինեն գործնականում ինչ որ խոսակցություն վարել, այլ պարզապես ազդեցությունը տարածելու հեշտ հնարավորություն ունենան։ Բնական է այդ բոլորին միավորում է նվազագույնը այդ պահանջարկը։ Եվ յուրաքանչյուրի հաշվարկները անշուշտ տարբեր են, բայց այդ մի կետում ունենալ Հայաստանում թույլ իշխանություն, խոցելի իշխանություն, արտաքին լեգիտիմությունից կախված իշխանություն, ընդ որում դա լեգիտիմություն էլ չէ արտաքին իմաստով, որովհետև արտաքին լեգիտիմությունը կարող է իր մեջ պարունակում է այսպես լուրջ բովանդակային հանգամանք, այսինքն լեգիտիմ է լուրջ բովանդակություն ունեցող իշխանությունը։ Մեր դեպքում այդ լեգիտիմությունը չկա, պարզապես կա արտաքին պահանջարկ ունենալ այսպիսի իշխանություն, որը բովանդակային եւ անգամ հոգեբանական իմաստով սպառված է վաղուց։ Եվ կրկնեմ, գլխավոր հարցն այն է, որ չի ձևակերպվում Հայաստանում հաղթանակ արդեն հանրային ընդդիմության դաշտում։ Պապադարյան, այդ պարագայում կարող ենք ասել, որ եթե մնում այս կոնֆիգուրացիանը, հա, գնում են մանդատները վերցնում են ամեն ինչ, պարլամենտի այս նոր կոնֆիգուրացիան նոր չէ, ըստեղության, հա, կառուցվածքայինով գրեթե կրկնելու է փաստացի նախորդին, գործողին։ Ում էր այդ կենտրոններից ավելի ձեռնտու։ Օրինակ ընդունված տեսակետ կա, որ ամեն դեպքում Ռուսաստանը հիմա ունի ընդդիմություն, ինչպես այն ժամանակ իր կողմից, ինչ որ այս կամ այն կերպ լոյալ մեղմ ասեմ, եւ իշխանությունն էլ այնպես չի, որ հա բացի հերետորաբանությունից ուրիշ բան արել է ընդդեմ Ռուսաստանի, այսինքն ում ձեռնտու կոնֆիգուրացիան է ամենաշատը հիմա պահպանվելու, եթե նայենք այդ կենտրոնների մեջ, ռուսական թե մյուսներին ավելի շատ։ Կարծում եմ գործնականում բոլորին, այսինքն այստեղ ես չեմ առանձնացնի մի որևէ կենտրոն, որին ավելի կամ պակաս ձեռնտու է։ Այս բոլորին ինչ որ առումով, մեծ հաշվով Հայաստանում ամենաթույլ դիրքում ըստ էության եվրոպացիներն են իմ գնահատմամբ, որքան էլ նրանք ամենաակտիվ, այսպես ամենաաղմկոտ կողմն են, ամենապաթետիկ կողմն են հռետորաբանության տեսանկյունից, այդուհանդերձ կարծում եմ զուտ քաղաքական դիրքերի տեսանկյունից նրանք ամենաթույլ կողմն են։ Եվ այս առումով անկախ խորհրդարանում հարաբերակցությունից Եվրոպան ունի լուրջ խնդիրներ Հայաստանում։ Կրկնեմ, որքան էլ թվում է, թե Հայաստանը, չգիտեմ, 5 րոպե է պակաս Եվրամիության անդամ լինելուց եւ այլն։ Մնացյալ ուժերի առումով ես կարծում եմ, այդպես բավականին կայուն դիրքեր ունեն բոլորը։ Ձևավորված կայուն դիրքեր ունեն բոլորը, Միացյալ Նահանգները վերջին տարվա ընթացքում բավականին ամրապնդեց այդ Թրամփի ուղու ծրագրով։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ այդպես մեկին ընդգծել, ասելով, որ այս ուժի համար ամենաշատը, ես այդպես չէի ասի։ Բայց գլոբալով եթե նայում ենք Հայաստանը, ինչ, նու կանխատեսում չասեմ ձեր վերլուծությամբ, կմնա պայմանական ռուսական ծիրում, նկատում եք բոլոր կառույցներով, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլն, հաշվառելով այս կոնֆիգուրացիան։ Դա ցավոք սրտի որոշվում է ոչ թե Հայաստանում, այլ որոշվում է հենց մակրոքաղաքական միջավայրում, ուժային կենտրոնների միջև փոխհարաբերությամբ։ Չի որոշվում Հայաստանում, որովհետև ինչպես նշեցի, Հայաստանը ունի արդեն մի քանի տարի թույլ եւ աստիճանաբար բովանդակազրկվող, հոգեբանորեն աստիճանաբար քայքայված կառավարող ուժ եւ այս տեսանկյունից այս ընտրությունը մեծ հաշվով ցավոք սրտի ավելի այսպես ամրապնդեց հենց այդ վիճակը սկզբունքորեն։ Հիմա հանրային շահի տեսանկյունից կկարողանա ընդդիմությունը նոր կոնֆիգուրացիայի պարագայում գործել արդեն հին տրամաբանությունից դուրս գալով։ Սա կարող է հեռանկարում փոխել իրավիճակը Հայաստանի համար։ Եթե ոչ, այս իշխանությունը Հայաստանի համար իրավիճակ փոխելու հնարավորություն չունի վաղուց։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ այդ կարգի հարցերը առավել եւս Հայաստանը ինչ գլոբալ տիրույթում պետք է տեղավորվի, ցավոք սրտի Հայաստանից դուրս են որոշվում վաղուց։ Հա, անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, ձևավորված կոնֆիգուրացիայից եւ այլն, այդ խորհրդարանը չի այդ արդյունքը արտահայտի իսկապես հանրայնորեն, հանրային քվեով ձևավորված իրավիճակ, որը արտացոլում է հասարակության տրամադրությունները խորքային իմաստով եւ ինքը քաղաքական բովանդակությամբ է ձևավորել է տրամադրությունները։ Հայաստանը ուրիշ սուբյեկտայնություն կունենա եւ բնականաբար այդ դեպքում որոշիչ նշանակություն կունենա նաեւ Հայաստանի մոտեցումները։ Բայց այսօրվա իրավիճակում, երբ օրինակ մենք տեսնում ենք այսպես ձայների հաշվարկի
մեկնարկային փուլում ընդամենը 20%-ն է հաշվվում, բայց Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե իրենք հաղթել են, ընդ որում այնպիսի անտուրաժով, ընդհանուր դեմքի արտահայտությամբ, որ ակնհայտ երևում է այստեղ հաղթանակի մասին չէ խոսքը, այլ ուրիշ մի բանի, այդ պարագայում մտածել, որ Հայաստանը ինքը ինչ որ որոշում է Եվրասիայում է, Եվրոպայում է, գլոբալ հարավում է, թե գլոբալ արևմուտքում, սա կարծում եմ մի քիչ կլինի միամիտ համարել, թե Հայաստանը ի վիճակի է այդպիսի հարցեր որոշել։ Այ այդ ինչի մասն էր վկայում, դեպի դա հարցնելու է ձեզ, ինչու այդքան շուտ չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Ես չեմ հիշում նման դեպք դեռ այդ հարցը առաջանում է։ Այդպեսի հայտարարություն անգամ որ միանձնյա կառավարություն կազմենք եւ այլն։ Այդ հարցը առաջանում է իհարկե եւ առաջանում է այն իմաստով, որ եթե իշխանությունը վստահ է իր հաղթանակին, ապա ինչու չի համբերում առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի նախնական արդյունքը կամ առնվազն 90%-ի բարագայում ինչ որ ձևավորվի համոզիչ պատկեր եւ սա նշանակում է, որ այդտեղ ծավալվել է ինչ որ այլ գործընթաց անկասկած, որովհետեւ ես նույնիսկ այսպես պարտության զգացումով բացատրելը կդժվարանա, որովհետեւ լավ, եթե անգամ պարտվում են, այդ հայտարարությամբ ինչ խնդիր է լուծվում։ Այս հարցն էլ կա, եթե դա պայմանավորված է զուտ նրանով, որ տեսնում են, պարտվում են եւ հայտարարում են։ Հայտարարում են ինչի համար, սա է էականը։ Միգուցե մեսեջը դրսին։ Այստեղ են էական հարցերը, այսինքն այդ ինչն էր պատճառը եւ ամենաեականը իմ գնահատմամբ, ես այս մասին նաեւ հասցրել եմ գրառում անել, այն է, որ Վրաստանի վարչապետն է այդ կեսգիշերին, կեսգիշեր էլ չէ նույնիսկ անց կեսգիշերից, շնորհավորում վարչապետ Փաշինյանին, կարծես այն տպավորությունն էր, որ Կոբախիձեն Թբիլիսիում նստած սպասում էր, որ Փաշինյանը Երևանում հայտարարի այդ հաղթանակի մասին։ Ի վերջո գոնե Վրաստանի վարչապետը կարող էր միջև լուսաբաց համբերել։ Այո։ Ինչն է պատճառը, որ հենց Վրաստանը հարևան այդպիսի հայտարարություն է անում, եւ այստեղ նաեւ մեկ այլ այդպես անմիջական կապված գուցե չէ, այսինքն պատճառը հետևանքային անմիջական կապ չկա, բայց շատ էական է, որ այսօր օրինակ Ստամբուլում նշանակված է արտաքին գործերի նախարարների մակարդակով Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան երրակողմ հանդիպման 10-րդ նիստը։ Իհարկե պարբերաբար հանդիպում են, դա չէ խնդիրը, բայց կարծում եմ ամենևին պատահական չէ, որ 10-րդ նիստը հունիսի 8-ին է նշանակված։ Բավական Մինչ մենք հիմա զրուցում ենք, հնարավոր է այս պահին ընդդիմադիր գոնե առաջատար ուժի ներկայացուցիչները ինչ որ ասուլիս կամ ինչ որ մտքեր են արտահայտում, ինչ որ տեսակետ են վերջնական գոնե դիրքորոշում արտահայտում, անկախ նրանից ինչ կանեն, վերլուծաբանները տարբեր կոչեր էին հնչեցնում, նաև քաղաքական ուժերը, մեկ ասում էր մանդատները վայր դրեք, մեկ ասում էր, չգիտեմ, տարբեր չասենք իրենք ինչ կորոշեն կամ ինչ կասեն, ձեր դաշտը նայելով, իրավիճակը նայելով, չգիտեմ, թեկուզ միջազգային պրակտիկան նայելով, այս պարագայում դուք ինչ խորհուրդ կտայիք կամ խորհուրդ էլ չէ, ինչպես կվերլուծեք, ինչն է ձեռնտու հիմա, ինչպես վարվի ընդդիմությունը։ Կա այդ պոտենցիալ հիմքը, չգիտեմ, փողոց դուրս գալու, մանդատը վայր դնելու, դրանք օգտակար են, օգտակար չեն, որն է ճիշտ ուղին ձեր կարծիքով։ Ես իհարկե խորհրդի կարգով չեմ ստանձնի այդպիսի հանձնառություն, բայց իմ գնահատականն այն է, որ ցանկացած պարագայում որոշումը պետք է կայացնեն ռազմավարական չափումով։ Այսինքն ավելորդ է նույնիսկ խոսել, որ այդպես էմոցիայի տակ որոշումներ չպետք է կայացնեն, անգամ եթե համոզված են, որ տեղի է ունեցել թվերի նկարում, թվանկարչություն, արդյունքի կեղծում եւ այլն, որևէ պարագայում էմոցիոնալ որոշում չպետք է լինի եւ որոշումը իմ կարծիքով պետք է բխի այսպես ռազմավարական չափումից եւ ոչ թե մարտավարական ինչ ենք անում հիմա, քանի որ ասել ենք, որ մենք հաղթելու ենք, հիմա չի ստացվել, իսկ ինչ ենք անում։ Այսինքն այստեղ եթե առաջնորդվեն դարձյալ մարտավարական սկզբունքով, ես կարծում եմ այդտեղ արդյունավետ որոշումներ հազիվ թե կարողանան կայացնել, որովհետև իմ խորին համոզմամբ Հայաստանում իշխանության հարցը այս process-ով եւս լուծվել է շատ ավելի ռազմավարական շրջանակի համատեքստում։ Նկատի ունեմ Հայաստանից դուրս անգամ ռազմավարական իմաստով։ Եվ այս տեսանկյունից ցանկացած որոշում պետք է իմ գնահատմամբ պարունակի այդ հաշվարկը։ Եթե մենք այսօր կայացնում ենք այս որոշումը, ինչ ենք անում վաղը եւ ինչպիսի չափելի արդյունք ենք պատկերացնում վաղը։ Ասենք մանդատը վայր դրեցիք, սցենար 1, ինչ ենք անելու։ Ինչ ենք անում հետո։ Ենթադրենք, եթե մանդատը վայր ենք դնում եւ մենք կարողանում ենք, ես նկատի ունեմ ընդդիմության մտածելու տրամաբանության մեջ, մտածում են այսպես, մանդատը վայր ենք դնում, մենք կարողանում ենք ինչ որ ակտիվ տրամադրություններ պահպանել այն էլեկտորատի շրջանակում, որը մեզ ձայն է տվել ընտրության օրը։
դա բավարար է արդյոք իրավիճակ փոխելու համար։ Եթե դա իրավիճակ չի փոխելու եւ օրինակ մի քանի շաբաթ կամ ամիս անց մենք ունենալու ենք նույն պատկերը, ինչ օրինակ ունեցել ենք Հայաստանում 18-ից առաջ էլ համապետական ընտրություններից հետո, որն է դրա էֆեկտը։ Այսինքն այստեղ ինչ խնդիր է լուծվում մանդատ չվերցնելը։ Եվ դրա համար եմ ասում, որ պետք է չափել ռազմավարական իմաստով եւ օրինակ այդ թվում մանդատների հարցը դիտարկել այդտեղ։ Ինչ ենք մենք պլանավորում անել եւ ինչ հանգրվանում ենք պատկերացնում լինել ենթադրենք 3 տարի հետո։ Եվ այդ չափման մեջ դիտարկել, մեզ այսօր պետք է մանդատները վերցնել, թե ոչ։ Եվ եթե չափման մեջ պետք է, ուրեմն պետք է վերցնել մանդատը։ Հասկանալի է դա արժանանալու է շատ շրջանակների քննադատության, բայց ես չեմ պատկերացնում, որ ընդդիմությունը այսօր որևէ որոշում կայացնելու է, որը չի արժանանալու նույնչափ տարբեր գնահատականների եւ կարծիքների։ Առավել եւս, որ իշխանությունը հիմա անկասկած փորձելու է տարբեր հմտություններով այսպես ազդել ընդդիմադիր ուժերի տրամադրությունների վրա, նկատի ունեմ առաջատար շրջանակների տրամադրությունների վրա, տարբեր այսպես ուղղորդող սցենարներ դաշտ գցել եւ այդպես փորձել վերահսկելի կամ կառավարելի դարձնել ընդդիմադիր դաշտը, եւ այս մարտահրավերներին պետք է կարողանալ, այսպես ասենք, համարժեք արձագանքել հենց ռազմավարական չափման մեջ։ Ես այլ տարբերակ չեմ պատկերացնում։ Այսինքն օրինակ ռազմավարականի մեջ կարող եք դիտարկել նաեւ ընդհանուր մինչեւ impeachment-ը, որ ասում եք մինչեւ 5 տարիներ կարող է հարցեր լուծել, հա, օրինակ։ Գնալ եւ անել այդպիսի բաներ։ Կարողանում են, այո, պատկերացնել չափելի սցենար մշակել, որ չգիտեմ 3 տարի հետո կամ 4 տարի հետո կարող են հասնել այդպիսի կետին, ապա ստանձնեն պատասխանատվությունը եւ գնան, բայց կրկնեմ, եթե առաջնորդվելու են, որոշումը կայացվելու է, իսկ ինչ ենք անում հիմա տրամաբանությամբ, ես այստեղ չեմ տեսնում արդյունավետ որոշման հեռանկար։ Ինչ ենք անում հիմա։ Այդ հիմայի, տեսեք, հիմայի պոտենցիալ, մարտավարականի պոտենցիալը տեսնում եք, որ մանդատը վայր դնել, բայց երաշխավորված իմանալով, որ հենց դրեցիր 100,000 մարդ կունենաս փողոցում։ Դա եթե իմ կա 100,000 մարդ ունեցան փողոցում։ Հետո ինչ են անում այդ մարդու հետ։ Այս հարցերը կան, այսինքն փողոցում մարդկանց քանակ հավաքելը չէ խնդիրը իմ գնահատմամբ։ Դու պիտի իմանաս այդ քանակի հետ մարդկանց, որ հավաքեցիր, ինչ ես անելու։ Մենք ի վերջո ունեցել ենք բազմաթիվ օրինակներ, թե 3 տասնամյակի ընթացքում, եւ թե նաեւ հենց թարմ օրինակները, Բագրատ Սրբազանի շարժումը, երբ այդքան մարդ հավաքվեց հրապարակում եւ այլն։ Այստեղ շատ կարեւոր է այդ չափելի հեռանկար ունենալը ավելի այդպես երկարաժամկետ իմաստով, որովհետև իշխանությունն ինքը ելնելով իր իշխանական դիրքից, ելնելով ռեսուրսներից, այդ թվում նաև փորձառությունից, ինչ որ ինֆորմացիաներ ունենալու անհամեմատ ավելի մեծ հնարավորությունից, միշտ շատ ավելի երկարաժամկետ հաշվարկի մեջ է, քան ընդդիմությունը։ Եվ եթե ընդդիմությունը այստեղ չձգտի հենց այդ հաշվարկի տևականության առումով մրցակցել իշխանության հետ, այդտեղ չեմ կարծում, որ շահելու որևէ տարբերակ կարող է լինել։ Այո, վերջում Փաշինյանը առավոտյանն էլ ազգային ժողովում կրկնեց նախադասությունը, որ պատերազմի եռագլուխ մեջբերում են, կուսակցությունը ջախջախվեց, պլյուս իրենք բանտում են հայտնվելու բոլոր ազգանունները տվեց նորից լիդերների։ Այս առումով ինչ եք կարծում հիմա ճիշտ է ասում նա ոչ թե որ կուսակցությունը ջախջախվեց եռագլուխ, այլ որ պատերազմը հեռացրեցինք եւ այլ դա այդպես եղավ երաշխիք հիմա սրանով որ չի լինի եւ երկրորդ կանի այնինչ ասում է որովհետեւ նախորդ հնգամյակում էլ պայմանական օրինակ բերեմ ինքն է չաս ժողովուրդը ասում է պայմանական Քոչարյանը դեռ դրսում է էլի ուզում ասեմ կանի այդ երկու մասով էլ նախ առաջինը քանի դեռ Փաշինյանը փորձում է էլեկտորատին զբաղեցնել այդ թեմաներով սա մի բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի ընթացքի առումով է մեծ ձախողումներ արձանագրել նկատի ունեմ քաղաքական, ռազմաքաղաքական եւ այլն, այլ տապալել է այն հնարավորությունները նաեւ հանրային գիտակցության եւ այլնի մակարդակով, որ կար 2018-ի հետ էներգիայի շնորհիվ։ Եվ միջև հիմա խաղարկում է այդ ըստիս պրիմիտիվ սխեմաները եւ սցենարները։ Եթե Փաշինյանը գործնականում կգնա այդպիսի քայլերի, ես կարծում եմ դա դարձյալ այսպես ամենավատ բաներից մեկն է լինելու, որ նա կարող է դեռ անել Հայաստանի հետ։ Ձերբակալություններ նկատի։ Այդպիսի սցենարների գնալը։ Եթե նա փորձում է դեռ հետընտրական ինչ-որ process-ում խաղալ կամ կառավարել էլեկտորատի տրամադրություններ եւ այլն, սա քալուշչական շրջանակի մեջ է եւ աստիճանաբար կարծում եմ կտեղափոխվի այլ հարթություն, բայց այստեղ կա նաեւ մեկ այլ հարց, իսկ արդյոք արտաքին որևէ կենտրոնում Փաշինյանի հանդեպ կա այդպիսի, ասենք, պահանջ կամ ակնկալիք այդպիսի քայլեր անել համոզելու համար, որ ինքը որևէ ուժային կենտրոնի չի խափում կամ չգիտեմ
չի, այսպես ասենք, պատրաստվում, ճակերտավոր ասած, գցել։ Եթե կա այս հանգամանքը, ապա սա էլ իհարկե այլ պատմություն է։ Պատերազմը Բոլոր դեպքերում կարծում եմ, որ այդպիսի սցենարով իրադարձությունները զարգացնելը դա կլինի, ինչպես նշեցի, ամենավատ բաներից մեկը, որ Փաշինյանը կարող է անել Հայաստանի հանդեպ։ պատերազմը հեռացեց թե չէ, վերջին հարցն դա։ Ջախջախվեց պատերազմի երագրող կուսակցությունը, նշանակում է հաղթեց Փաշինյանի Հասկանալի է, խաղաղության որ այդ կոնցեպտը։ պատերազմի հանգամանքը դա այլ բան չէ, քան նախընտրական մանիպուլյացիա եւ շանտաժ։ Եվ այս տեսանկյունից բուն իմաստով պատերազմի ռիսկերը եւ այլն կարծում եմ այս ռեգիոնում միշտ ձևավորվում են դարձյալ նշեմ այդ մակրոքաղաքական միջավայրում։ Այստեղ Հայաստանի գլխավոր խնդիրն է որակապես միշտ ավելի դիմադրունակ մակարդակի լինելը, բարձրանալ, ընդ որում ոչ թե զուտ պաշտպանական տեսանկյունից, այլ նաեւ հասարակական քաղաքական միջավայրի։ Ցավոք սրտի այդ առումով, քանի դեռ տեսնում ենք, որ ընտրությունը չփոխեց հասարակական քաղաքական միջավայրի, այսպես ընդհանուր տրամաբանությունը, ցավոք սրտի այդ առումով Հայաստանը ավելի պաշտպանունակ եւ դիմադրունակ համալիր իմաստով չդարձավ։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք